Աստիճանաբար չհասկանալով էլ ինչպես մեր հանգիստը վերածվեց հետաքննության։ Ծրագրերը կազմում ենք արդեն, մեծ մասը արդեն մշակված է եւ ներկայացված Հայաստանի զարգացման հիմնադրամին։ Թե ինչպես, ինչից պետք է սկսել, ինչ ուղղությամբ զարգանա, ինչ ուղղությամբ գնա նախագծման process-ը, այնտեղ պեղումների խնդիր կա, պեղումների process-ը, դրանից հետո վերականգնման խնդիրները, ինչ ժամանակում, ինչ հերթականությամբ, սա լուրջ աշխատանք է, նախնական աշխատանքներ են վերականգնումը ճիշտ գիտական մագարտակով տանելու համար։ Ճոբանուղու խանգարելու կամ ինչ-որ ոչ դիտարժան լինելու խնդիրը հիմա կոնկրետ չեմ կարող պատասխանել, որովհետև երևս հայտնի չի կառույցի կերպը, տիպը, ասենք կայարանը, Տաթև կայարանը, որը վանքին բավականին մոտ է գտնվելու, հոկտեմբերին նախատեսվում է, որ բացման արարողություն պետք է լինի։ Երևի մենք ի պաշտոնե ասեմ, թե ի բնույթից ելնելով մենք չենք առնչվել ուղղակի այդ խնդրի հետ։ Երկու կային կա, իհարկե սկզբում եւ վերջում համադապար փոքր կարիճներ են 9 մետր բարձրությամբ, 20 մետր են օկուպացում, այսինքն փոքր համեմատաբար գաններ են եւ ցածր բարձրությամբ, որը կարեւոր է, որովհետեւ պետք չէ մրցակցել, ասենք, փուն վանքի շենքերի հետ, չնայած ինքը բավական մի քանի 100 մետր հեռու է վանքից։ Դեռևս ճարտարապետական դեսկը չենք որոշած, որ քարաշեն լինի, թե այլ տեխնոլոգիայով, բայց իրա ծավալը, ասենք, արդեն իհարկե գիտենք։ Մի քանի Տաթևցու տուն մտնելիս նկատեցինք, որ նրանց տներում պարտադիր կա Տաթևի նկար, եւ ոչ մեկ հատ։ Իսկ տաթևցիներից ոմանք անձամբ էին նկարում իրենց սիրելի վանքը։ Տաթևի վանքը ըստ թվում է աշխարհի հրաշքներից մեկն է։ Որտեղ այդպիսի վանք աշխարհում չկա, որ ձորի վրա է կառուցված։ Մի անգամ որոշել եմ, որ առաջին անգամ Տաթևի վանք նկարեմ, հետո որոշել եմ նվիրեմ Տեր Միքայելին, Տաթևի վանքի հովին։ Չեմ սիրում վանքը նկարելուց ներկեմ, ինչ-որ գույներով, գծանկար ավելի սիրուն է ստացվում։ Իմ սիրած տեղը վանքում ներքև էս տեղն է, որ մտնում ես, այս մասը բաց է, ստեղ տանձատապ գյուղն է երևում, Որոտան գետը, համ սիրում եմ բարձրանամ ես վերևը, ստեղից էլ սիրում տեսարան է երևում։ Գյուղացիները շատ տարբեր բաներ էին պատմում նաև Տաթևի որմնանկարների մասին։ Եկեղեցու պատի վրա ինչ-որ հետքեր կային, որոնք էլ մեզ ներկայացրեցին որպես որմնանկար։ Տաթևի որմնանկարները եզակի հուշարձան են համաշխարհային պատմության մեջ։ Որմնանկարները ստեղծվել են Սյունյաց եպիսկոպոս Հակոբի պատվերով, որը որմնանկարների համար հրավիրել է հեռավոր երկրից ֆրանկ ազգավ նկարիչների։ Դրա մասին մենք տեղեկություններ ենք ստանում Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմության մեջ։ Այդ փաստը, որ նկարիչները եղել են ֆրանկ ազգավ, երբեմն վախեցնում է մեզ հայերիս եւ աշխատում են չգրել դրա մասին։ 36 թվականին մեծ երկրաշարժ է լինում Հայաստանում, որի պատճառով տանիքը փլվում է, գմբեթը փլվում է եւ որմնանկարները հայտնվում են փաստորեն առանց ծածկի։ Այդ պատճառով որմնանկարները բավականաչափ վնասվում են եւ 50-ական թվականներին Լիդիա Ալեքսանդրովնա Դուրնավոն, որը հայկական որմնանկարների ուսումնասիրման հիմնադիրն էր, սկսեց պատճենահանել այդ որմնանկարները, նրանք արդեն վնասված էին։ 3-4 օր, որ մենք ճամփորդում էինք եւ արևոտ օրեր էին դրանք, երբ որ հասանք Տաթևի վանք ներսում անձրև էր։ Դա չեմ անում, երբ անձրև էր եկել եւ դա հերիք էր, որ սպունգի պես ծածկը քաշել էր իր մեջ եւ օրեր ներսը անձրևում էր։ Այդ տևական խոնավության պատճառով կարծես քարը փտած լիներ։ Երբ որ ձերքս արձանագրություններին ուղակի փորձեցի մի հատ թացը զգամ, ցեխի պես քարը ձերքս մնաց, ցեխի պես, այսինքն 1000 տարվա վիմագրեր են դրանք։ Եվ իսկապես մեր անշնորհքության, մեր անփութության, անհոգության պատճառով մենք անverջ
փչացնում ենք մեր նախների հիշատակը։ 90-ական թվականներին, երբ սկսեցին վերականգնել Տաթևի վանքը, որպեսզի վերականգնեն Պողոս Պետրոսի տաճարը, պատերը վերաշինեցին նորից եւ փաստորեն ոչնչացրեցին որմնանկարները։ Միայն մի տեսարանն են պատից հանել եւ ամրացրել տախտակների վրա, իսկ արևմտյան պատի ամենակարևոր որմնանկարը ահեղ դատաստանի տեսարանը, որը փաստորեն ահեղ դատաստանի ամենավաղ օրինակն է եվրոպական արվեստի պատմության մեջ, վերացել է։ Ծրագրի պատասխանատուները դեռ տատանվում են որմնանկարների վերականգնման անհրաժեշտության հարցում։ Այնքան վատ վիճակում են որմնանկարները, որ համարյա պետքա վերաստեղծել։ Մասնակիցների գարձիկն ենք ուզում լսել նաև միջազգային, որ իմաստ ունի վերականգնել, թե արդյոք փորձենք բահբանել ինչ որ կա այսօր։ Պատասխանը չունենք։ Անցյալ տարի, երբ ես Մոսկվայում էի, ինձ դիմեցին մեծահարուստ Վարդանյանի ներկայացուցիչները, ասելով, որ կաթողիկոսը ուզում է վերականգնել վանքը, եկեղեցին նորից եւ որմնանկարները այդ թվում, եւ խնդրեցին ինձ ստեղծել մի ծրագիր, ըստ որի հնարավոր է դա անել։ Ես առաջարկեցի հետեւյալ ծրագիրը. նախ տպել այդ որմնանկարների մասին ուսումնասիրությունը, այն հատվածները, որոնք մենք չենք կարող վերականգնել, միայն մեր ենթադրությամբ կարող ենք վերականգնել, ես առաջարկում եմ իրականացնել կոմպյուտերային համակարգով, այսինքն դրանք կարող են որոշ ժամանակ, ասենք կոմպյուտերի միջոցով միացվել եւ իլյուզիա ստեղծել, պատրանք ստեղծել այդ որմնանկարների, ոչ մի պատասխան չեմ ստացել իմ այդ ներկայացված ծրագրի համար։ Տաթևի բնակիչները շատ են գնահատում իրենց ունեցած ժառանգությունը։ Վանքից մի փոքր վերև կա ինֆորմացիոն կենտրոն, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է իմանալ Տաթևի մասին իրեն հետաքրքրող ցանկացած տեղեկություն։ Մեր հաշվարկներից ելնելով տարեկան 20,000 տուրիստ մտնում է Տաթև։ Տաթև գյուղի տեղեկատվական կենտրոնը տուրիստական ծառայություններ տրամադրող հիմնարկ է, որը վերահսկվում եւ իրականացվում է Տաթև հիմնադրամի կողմից, որը ստեղծվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին։ Մեր հիմնական խնդիրներն են զբոսաշրջիկներին մատուցել ինֆորմացիա, ծառայությունը անվճար է։ Այսինքն տուրիստները, ցանկացած մարդ, ոչ միայն տուրիստ, կարող են գալ Տաթև եւ հարցնել ցանկացած տեղեկություն, սկսած ամենափոքր խնդիրներից, օրինակ, ժամը քանիսին կարող են ավտոբուսով գնալ կամ որտեղից կարող են մեքենա վարձակալել կամ ինչպես կարող են գիշերել։ Հենց այս կենտրոնում էլ մենք տեղեկացանք, որ եղել է Տաթևի վերականգնման մեկ այլ ծրագիր։ Եկեղեցու նախագիծը արվել է իտալացիների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, սակայն մի քանի տարի առաջ, սակայն ծրագիրը չիրականացավ, ինչ-ինչ պատճառներով։ Գծագիրը արդեն պարզ երևում է, բայց ընդհանրապես ոչ մի բան չեն արել։ Մտածում էին, որ քանի որ եկեղեցու ներսը խոնավ է, ջուրը կաթում է եւ մի քանի տարի հետո, եթե այդպես շարունակվի, նորմալ վիճակում չի մնա, բայց ոչինչ չարվեց։ Իտալական նախագծի նախագծման process-ից տեղյակ չենք եղել բացարձակապես։ Զուտ ինֆորմացիա որպես կողքից լսելով։ Բայց այս հիմնադրամի ներկա ծրագրի շրջանակներում մեզ ներկայացրել են կատարված նախագիծը։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նույնպես տեղյակ է եղել այս ծրագրից, բայց նոր է որոշել փորձել համագործակցել նրանց հետ։ Այդ խումբը, որ իտալացիների հետ համագործակցել էր, նաև մեզ օգնում է այսօր նախագիծը մշակելու նոր վանքի վերականգնման, եւ մենք միաժամանակ ստեղծում ենք մի խորհուրդ, միջազգային խորհուրդ, որ վերահսկի այս ամբողջ աշխատանքը։ Այսինքն մենք ուզում ենք, որ վերանորոգումը լինի իսկապես ամենաժամանակակից սկզբունքներով, եւ դրա համար խումբ ենք կազմում, որու մեջ ուզում ենք նաեւ եւ արդեն բանակցում ենք ներգրավել այդ իտալական խումբի ներկայացուցիչներից մեկ կամ երկուսը